Բարի երեկո, հունվարի 1-ից Հայաստանում գործում է առողջության համընդհանուր ապահովագրություն, այս տարի առաջին փուլում համակարգից օգտվելու հնարավորություն ունի 1.600.000 քաղաքացի։ 18-ից 65 տարեկան քաղաքացիների համար, որոնք ունեն հաշմանդամություն առաջինից երրորդ կարգի, մինչև 18 տարեկան երեխաների 65 տարին լրացած քաղաքացիների համար բուժապահովագրության ծախսերը հոգում է պետությունը։ Այս համակարգից կարող են օգտվել նաև 200.000 դրամից ավելի աշխատավարձ ստացողները, աշխատավարձից ամսական պահումներով, որոնց մի մասը կծածկի զինծառայողների ապահովագրության հիմնադրամի վճարված գումարը։ Ինչպես է աշխատում համակարգը եւ ինչ թերություններ են ի հայտ եկել այս մեկ ամսվա ընթացքում։ Այս թեմայի շուրջ է այսօր հանրային քննարկումը։ Իմ զրուցակիցներն են առողջության ապահովագրության հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խարազյանը, Հարկ վճարողների պաշտպանություն հասարակական կազմակերպության ղեկավար Փայլակ Թադևոսյանը, Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը եւ Արաբկիր առողջության կենտրոնի տնօրեն Կարեն Խաչատրյանը։ Ես նշեմ, որ մենք նաեւ հրավիրել էինք Հայաստան խմբակցության պատգամավորներին, որոնք քննարկման ժամանակ բազմաթիվ թերություններ էին արձանագրում, բարձրաձայնում էին դրանց մասին, սակայն նրանք չեկան քննարկմանը։ Բարի երեկո, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Պարոն Խարազյան, 1.600.000 մարդ կարող է օգտվել, սա առաջին փուլի մասին է, մեկ ամիսը ամփոփելով, արդեն քանի քաղաքացի է օգտվել այս ծառայություններից եւ ընդհանուր առմամբ ինչպիսին է բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը։ Բարոյձեզ շնորհակալություն հրավերի համար։ Այս պահի դրությամբ, այսօրվա դրությամբ մենք ունենք շուրջ 290.000 այցելություն, բժշկական կազմակերպություններ, որոնցից 260.000-ի այցերը դրանք հիմնականում ամբուլատոր, պոլիկլինիկական, բժշկական կազմակերպություններ այցերն են։ Դրանցից էլ մոտավորապես 150.000 այցեր կապված են դեղորայքի դուրսգրման հետ եւ դեղորայքի ստացման հետ, նաեւ դեղատններում դուրսգրված դեղատոմսերի հիման վրա շուրջ 23.000 հիվանդանոցային դեպքեր ունենք, որոնց մի մասը մոտավորապես 10-12.000 դեպք արդեն իսկ ներկայացված են փոխհատուցման եւ մնացածը բուժման ընթացքում են կամ պլանավորվում են համապատասխան բուժում անցնել։ Հիմնականում այսպիսին է իրավիճակը, ունենք նաև շտապ օգնության կանչեր, 1000-ից ավել շտապ օգնության կանչ, նաև առողջության առաջնային պահպանման բժիշկների կողմից նեղ մասնագիտացված նեղ մասնագետների խորհրդատվությունների ուղեգրումներ։ Պարոն Խարազյան, ունենք տարիքային խմբեր, թե ամենաշատ հաճախողները որ տարիքային խմբի քաղաքացիներն են։ Ամենաշատ հաճախողները մեր մոտ, ինչպես եւ մենք սպասում էինք, 65 եւ բարձր տարիքի մեր քաղաքացիներն են, որոնց մոտ առկա են եղել որոշակի հիվանդություններ եւ ապահովագրության շրջանակներում այդ հիվանդությունների բուժման ախտորոշման նպատակով վերջիններս ակտիվորեն սկսել են այցելել առողջության առաջնային պահպանման օղակ, հետագա իրենց բուժման շարունակականությունը նաև ապահովելու նպատակով։ Շնորհակալ եմ, պարոն Թադևոսյան, դուք դեռ օրենքի քննարկման շրջանից բազմաթիվ քննադատություններ եք ներկայացրել։ Մինչև դրանց անցնելը ես կցանկանայի պարզել, դուք ընդհանրապես առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին այն տեսքով, որ այժմ կա, կողմ եք թե դեմ։ Իհարկե ոչ, կողմ չեմ։ Եվ ընդհանրապես առողջության պարտադիր ապահովագրությունը լավ բան է, ես դեմ չեմ, ճիշտ է որ լինի, բայց այն ինչ այսօր այս տեսքով արվել է, շատ հասարակ մի բան, ես դեմ եմ, որ այդ համակարգը պետական պետությունը կարգավորումները անի։ Իմ կարծիքով շատ ավելի ճիշտ կլներ գումարը հավաքագրվեր, գումարը գանձվում բյուջեից եւ վճարողներից։ Գումարը հավաքագրվեր թեկուս հիմնադրամում, բաշխում կատարվեր, անձը ինքը ընտրեր, որ ապահովագրական ընկերության միջոցով է ցանկանում, ստե մրցակցության հարցը առաջանում ու գները շատ ավելի ցածր կլինեն, քան հիմիկվա այս առաջարկող գներն էր։ Այսինքն հնարավորություն կլներ հետո նվազեցնել։ Իմ կարծիքով, այն ինչ որ առաջարկում է պարտադիր բժշկական ապահովության այս ծառայությունների ցանկը, ինքը ավելի քիչ է, քան մասնավորի դեպքում կառաջարկվեր նույն գնային սեգմենտում։
Ես խոսել եմ մի քանի ապահովագրական ընկերությունների հետ, այդ զուտ ծառայությունների համեմատության համար, այսինքն այս փունջը եւ այն փունջը, իրանք էլ քանի որ մասշտաբը մեծ է լինում, այսինքն եթե այսօր իրանք 150,000 դրամով էին ծառայություն մատուցում, օրինակ ինչ որ խումբ ծառայությունների համար, քանի որ մեծ մասշտաբը արդեն մեծանում է, իրանք հնարավորություն են ունենում ավելի նվազ գնով նույն տեսակի ծառայությունները մատուցել։ Դրա համար ավելի ճիշտ կլներ ու մրցակցային կլներ, գումարը հավաքվեր, թող անձը որոշեր, այսինքն ես որոշեի այդ գործառույթը որ ապահովագրական ընկերության միջոցով էի անում։ Վերջին հաշվով այդ մասնավոր ապահովագրական ընկերությունները այսօր ունեն գործուն, ճկուն մեխանիզմներ, իրանք է շահագրգռված չեն ավել գումարներ վճարել, օրինակ բժշկական հաստատություններին, եթե խոսքը գնում է հնարավոր կեղծիքների եւ այլի համար։ Իսկ պետականի դեպքում շատ ներողություն կոռուպցիոն ռիսկերը շատ ավելի մեծ են։ Ինչպես։ Օրինակ, Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը, օրինակ, գնում է դեղ, որ 2 անգամ ավելի թանկ է։ Պետությունը փոխհատուցում է օրինակ այդ բժշկական հաստատությունին։ Ստացվեց, որ ազգովի փող ենք տալիս նրա համար 2 անգամ ներողություն, եթե կարելի է ես ընդհատեմ, այս մասով սխալ եք ասում, որովհետև գնումների մասին օրենք թույլ չի տալիս 2 անգամ ավելի թանկ գնով։ Եվ մրցույթով է լինում եւ դեղերի գնումները, եւ բուսարկավորումների գնումները, եւ հետեւաբար ձեր ասածը իրականությանը չի համապատասխանում։ Գոյություն ունի Ընդ որում քննարկելի է գնումների մասին օրենքը, լավ է, որ այդպես է թե չէ, որովհետև իմ դիտարկմամբ շատ դեպքերում որակը տուժում է, որովհետև դու պարտավոր ես ամենացածր գին առաջարկող կազմակերպությունից գնել, բայց այս մասով չի համապատասխանում։ Քանի որ ընդհատելու հնարավորություն ասացին ունեմ, 10 տարի առաջ էլ օրենքները թույլ չէր տալիս 2-3 անգամ թանկ գնով ապրանքներ առնել։ Գնումների մասին օրենքը, բայց գնում էին, չէ։ Գիտեք, ես ամենայն վստահությամբ ձեզ պիտի ասեմ, որ 18 թվականից հետո բան է փոխվել եւ ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում եւ օրենքի շրջանցելու դեպքում ներկայացրած մյուս քննադատությունը, որ ինչու չարտապատվիրակել այս գործառույթը, ավարտեմ ներողություն, ապահովագրական ընկերություններին, հատկապես որ դաշտը քիչ թե շատ արդեն կայացած է եւ այստեղ իսկապես նաեւ մրցակցություն կարող է լինել, ով ավելի ցածր գին կառաջարկի։ Ինչպես ապա Ես միշտ կողմ եմ եղել պարոն Թադևոսյանի ասած տարբերակին, որ մասնավոր ապահովագրական ընկերությունները պիտի ներգրաված լինեն, բայց աշխարհում առողջության ապահովագրության մի քանի մոդել կա։ Պետական, մասնավոր իրար հետ։ Մի մասը պետական, մի մասը մասնավոր։ Ես կարծում եմ, որ ավելի շատ երևի մենք պիտի այդ հիբրիդային տարբերակով, ներդնենք, որպեսզի հեշտ լինի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք փորձ ունեն, բայց քանի որ եւ նաեւ կա տարբերակ ուղակի պետպատվերը մինչեւ այնքան ընդլայնելու, որ նաեւ առողջության հարկ, այսպես մտցնելով շատ են, մոդելները շատ են, ես ձեզ հավատացնում եմ, որ մենք տարիներ շարունակ գիշեր-ցերեկ բոլոր մոդելները քննարկել ենք, բոլոր տարբերակները ունեցել են եւ կողմնակիցներ եւ ընդդիմախոսներ, եւ քանի որ այս դեպքում պետությունը վերցրել է մի պարտավորություն իր վրա եւ պետությունը նաև կարծում եմ, որ հասարակությունն էլ չնայած միշտ պարբերաբար որոշակի թերություններ գտնում է, այսպես մեր աշխատանքի մեջ, բայց մի բանում վստահ է, որ մենք այդ կոռուպցիոն սխեմաները հնարավորինս քննարկելու ենք եւ փորձելու ենք բացառել, եւ այս տարբերակով այդ պատասխանատվությունը ճիշտ ինչ որ հանգրվանի հասցնելու համար ընտրել ենք, որ պետական հիմնադրամի արկայությունը եւ պետական ապահովագրությունը այս փուլի համար ճիշտ տարբերակն է եւ եթե ապահովագրությունը երկրում կայանա, չի բացառվում, որ մենք կներգրավենք նաեւ այս ամբողջ համակարգում մասնավոր ապահովագրական ընկերություններ։ Մի արգումենտ կար, որ այդ ձեր ասած տարբերակը դուք կարող եք ընտրել մի նկատառում, որ նկատառումից ելնելով այսօր եմ մտածել, որ օրինակ հնարավոր է, որ մասնավոր ընկերությունները այս համակարգի դեմ փորձեն սաբոտաժի ենթարկել, օրինակ, որ այս համակարգը չկայանա, բայց չեմ կարծում, որ սենց այդ շրջանակը ապահովագրական ընկերությունների նենց էր, որ բոլորը կարող էին դրան գնալ, էլի։ Մնացած դեպքում որևէ արգումենտ չկար,
ձեր ասած միակ արգումենտը այդ կարող է լինել, որ սկզբի փուլում սենց անենք, հետո բաշխումը անենք օրինակ մասնավորի միջոցով։ Եթե մասնավորը աշխատող մեխանիզմը ինչի ենք մենք կոպիտ ասած պրոբլեմ ստեղծում, հետո հերոսաբար Բացարձակ ես չեմ կարծում, որ մենք այս բանին պրոբլեմ մասնավոր աշխատող մեխանիզմ է, բայց դրան զուգահեռ պետական համակարգն է գործել։ Տարիներ շարունակ պետական առողջապահական գործակալությունը իրականացրել է պետական պատվերի ծրագիրը ու ընդգրկել է ու սպասարկել է շատ ավելի մեծ թվով շահառուներ, քան բոլոր մասնավոր ապահովագրական ընկերությունները միասին։ Բոլոր մասնավոր ապահովագրական ընկերությունները միասին սպասարկել են վերջին տարիներին նոր տվյալները թարմացրած շուրջ 200,000 բնակիչ կամ ապահովագրված անձ։ Իսկ պետությունը սպասարկել է 1 միլիոն շուրջ շահառու, սոցիալապես անապահով խմբեր, մինչև 18 տարեկան երեխաներին, նաև սպասարկել է մի շարք այլ ծրագրերով, պետական ծրագրերով բնակչության բոլոր խմբերին, նույն հոգեբուժական ծառայությունները, այո, եւ այդ առումով այստեղ փորձառությունը կամ հակադրելը մեկը մյուսին կամ համեմատելը ընդհանրապես տեղին չի, որովհետեւ պետական պատվերի շրջանակներում ծառայությունների տրամադրումը, սպասարկումը եւ մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից իրենց փաթեթների ներկայացումը, դրանք տարբեր բաներ են, իրենք փող լրացնող են եւ մասնավոր ապահովագրական ծածկույթը ինքը ներկայումս եւս մենք դիտարկում ենք որպես հիմնական առողջության համընդհանուր ապահովության փաթեթին լրացնող ծառայություններ եւ մենք շատ ակտիվ համագործակցում ենք մասնավոր ապահովագրական ընկերություններին, որպեսզի ի վերջո մենք կարողանանք հասնել այնպիսի մի համատեղ փաթեթի արկայության, որի դեպքում քաղաքացիները ստիպված չեն լինի ծառայությունների համար ուղիղ վճարել։ Ես ճիշտ եմ հասկանում, որ եթե պետության առաջարկած ապահովագրական փաթեթի մեջ կան այնպիսի ծառայություններ, որոնք ներառված չեն եւ մասնավորը կարող է ծածկել այդ հատվածը։ Այո։ Օրինակ ինչ տեսակի ծառայություններ են դրանք, որ ներառված չեն։ Օրինակ ստոմատոլոգիական ծառայությունները, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում մեծահասակների համար ստոմատոլոգիական ծառայությունները փաթեթը ներառում է միայն ատամի հեռացումը, անզգայացումով եւ այլն, այսինքն միայն այս ծառայություններն են ներառում եւ մասնավոր ապահովագրական ընկերությունները կարող են այս շրջանակներում ակտիվ մի կարճ հարցես եւ կարող եք արձագանքել։ Դա կան նաեւ այլ ծառայություններ, նույն համավճարներ են գործում դեղերի մասով փաթեթները կարող են նրանք ծածկել, որը որ ներկայումս էլի իրականացնում են հավելյալ ծառայություններ հիվանդանոցային բուժօգնության դեպքում, բաժանական ծառայություններ, մի մասը կարելի է փակել, մասնավորով, ինչպես նաև պրոթեզավոր ման դեպքում։ Ընտրվել է այս մի մոդել, որը պետական համակարգի միջոցով է իրականացվում, բայց չեք կարծում, որ անգամ այս մոդելի ընտրության դեպքում դա բավականին թեթևացնում է քաղաքացիների հոգսը, ինչու, որովհետև ներողություն ավարտեմ, օրինակ թոշակառուները կարող են միլիոնավոր դրամների ծառայություններ ստանալ, որոնք իզորու չէին իրենց միջոցներով ծածկել։ Օրինակ հնարավոր է համակարգում ստվերը կրճատել, որովհետև ամբողջ գրանցումը լինում է Արմեդի միջոցով եւ հնարավոր չէ բուժհաստատությունների կողմից որևէ ծառայության համար գումար ստանալ եւ դրա համար հարկեր չմուծել։ Արդյոք սա դրական փոփոխություն չէ։ Ճիշտ ասած, նույնիսկ մասնավորի դեպքում, մասնավոր ապահովագրության դեպքում չի կարելի բացառել, որ այդ նորից կողքից վճարումները տեղի չի ունենում։ Այսինքն պետք չի ասել, եթե Արմեդը կա, գրանցումները կա, այլ վճարումներ այլևս բացառված է որ լինի։ Այլ վճարումներ, եթե պահանջում են քաղաքացուց, դիմում է իրավապահ մարմիններին եւ համապատասխան գործընթաց է լինում։ Դե ասենք 10 տարի էլ առաջ կարող էին դիմել իրավապահ մարմինների, շատ բաներ ցենց չլներ, բայց հիմա շատ բաներ հիմա է բացահայտվում։ Ասենք 10 տարի առաջ էլ կարող էին դիմել իրավապահ մարմինների, քանի հոգի դիմեցին։ Այսինքն այդ որ ասում եք Թադևոսյան, ինձ լավ գիտեք, որ ասենք օրինակ այդ բուժհաստատության տնօրենը կարող էր այդ գործը ծածկել եւ այդ քաղաքացին վախենալով որ արդարության չի հասնի իրավապահ մարմինների կարող են դիմել, այսինքն ինքը դուք այստեղ փոփոխություն չեք տեսնում։ Պարոն Թադևոսյան, հիմա տեսեք, այդ որ պարոն Խարեզյանը որ ասում է, այդ բա ո՞նց է լինում, այդ ամեն ինչը որ ասում եք պետականա պետ պատվեր, այդ ո՞նց է լինում, մարդը տունը նստած, բայց պարզվում է 5 օր հիվանդանոցում պարկած է եղել։ Երբ
Ունեք տես դեպք արձանագրած։ Դե բա մենք հիմա այն մասին ենք մեր պատասխանատվությունը ես չասեմ կոռուպցիա կա, ասում եմ կոռուպցիոն ռիսկեր կա, հարգելի։ Տեսեք, ներողություն եւ պարոն Թադևոսյան, հիմա կպատասխանեք։ Գործողության մեջ կարող է կոռուպցիոն ռիսկեր լինեն, բայց այստեղ ամենակարևորը նա է, որպեսզի մենք օրենսդրության մակարդակով, ընդհանուր դրական ակտերի մակարդակով այն մեխանիզմների միջոցով, որոնք մենք այսօր ներդրել ենք ու ներդնում ենք ու շարունակաբար պետքա բարելավենք, այդ մեխանիզմների միջոցով մենք այդ ռիսկերը կարողանանք կառավարենք, ճիշտ վերահսկենք։ Պարոն Թադևոսյան, եւ իմ հարցի երկրորդ հատվածը, որը վերաբերում է այն մարդկանց, որոնք թոշակառուներին օրինակ, Իհարկե լավ, ես կարող եմ ասել եմ լավ չի, դուք նենց, այսինքն ջուրը որ խմում ենք ծառավը հագենում է, լավ է թե վատ է։ Իհարկե լավ է։ Այսինքն բայց կարող է լինել ավելի լավ։ Իհարկե, հարցը դրա մասին է, ես կներեք էլի 65-ից բարձրին, գնում է առաջնային օղակ, այս սենյակից այն սենյակն է գնում, այն սենյակից այն սենյակն է գնում, այսինքն թղթերը բոլորը ձեռքին, որ ինքը, ասենք, ինչ որ հիվանդություն ունի, որի նկարները ամբողջությամբ կա, ինքը պետք է բոլոր փուլերը անցնի, հետո գնա նորից գա, այդպես մի հատ մեծ մի քիչ կինոյի կարող է հետո կարգավորեն այդ հարցերը, չգիտեմ։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ մեկ նորից չի գնում, նորից գա։ Ամեն ինչ տեղում կազմակերպվում է։ Խոսք տանք պարոն Խաչատրյանին, որը առաջնային բուժողակ բոլորը էլեկտրոնային ուղեգրով է իրական։ Ձեզ է թվում, դուք կարող եք։ Իհարկե, պարոն Խաչատրյանը հիմա կպատասխանի այս հարցերին։ Ես եմ մի քանի օր առաջ թղթերը տեսել, սենց թղթերը հարցրել եմ, այս թղթերը հələ պահպանվում է, ասում են այո, որովհետև հիմա դուք ինչքան ուզում եք ձեր տեսած կներեք, էլի կինոն իմ կինոից տարբերվում է, կներեք։ Ես ձեր հետ համաձայն եմ, որ մեր շատ մարդիկ դժվարանում են, թղթերից չեն հրաժարվում։ Պարոն Խաչատրյան, ներողություն, պարոն Խաչատրյանը համբերատար մեզ Ես անձամբ եմ գնացել, հիմա ես անձամբ գնացել եմ։ Հիմա թղթերից հրաժարողը ես ասենք մոտս թևից տակ պահել էի այդ թղթերը, չէ։ Եկեք թույլ տանք պարոն Խաչատրյանը այդ հարցի շուրջ բարձրաբանում տա, պարոն Թադևոսյան։ Պարոն Խաչատրյան, դուք Արաբկիր առողջության կենտրոնի ներկայացուցիչն եք եւ պոլիկլինիկա էլ կա նաեւ ձեր կենտրոնի մեջ, խնդրում եմ։ 5-ից սկսած սպասարկում ենք արդեն համընդհանուր ապահովության բնակիչներին, որ դուք ասում եք, երբ որ մարդ գալիս է առաջնային օղակ, պետք է ներկայացնի գանգատները, որի հիման վրա թերապևտը կողմնորոշումը կարիք կա լաբորատոր գործիքային հետազոտություն, պետք է իրականացնի։ Կան նեղ մասնագետի խորհրդակ, պետք է ուղեգրի, որ հասկանան տվյալ մարդը ինչ ախտորոշում ունի, որ հաստատվի ախտորոշումը եւ արդեն հետագա բուժում կնշանակեն, թե կուղարկեն հիվանդանոցության միջկայացում ստանալու, որ կողմնորոշվեն։ Եթե հիվանդը այդ ամեն ինչը ինքը գիտե, իր կրթությունը չի կարող այդքանը թույլ տա։ Եթե նախքին հետազոտությունները բերում, շատ գովելի է որ բերել է այդ։ Բայց տվյալ արկա վիճակում պետք է իր առողջությունը գնահատել։ Չեն կարող մենք նախքին գնահատով ասենք լավ եկեք ուղեգիր տանք, թող գնա։ Մենք իրական բուժողությունը պետք է ցույց տանք իրան մարդուն։ Հետազոտենք, հասկանանք ինչ խնդիր ունի, որ բուժենք։ Առանց հետազոտելու ոնց կարանք բուժել։ Պարոն Խաչատրյան, իսկ ծանրաբեռնվածությունն ինչպիսին է հիմա պոլիկլինիկայում։ Իրականում, քանի որ ինչպես պարոն Խարազյանը ասեց, ապահովությունից հետո նախքին մարդիկ որ չունեին անվճար բուժողություն ստանալու հնարավորություն, այս պահին բոլորը միաժամանակ դիմում են։ Ու քանի որ մեր բնակիչները սովորություն ունեն թելադրելու, իրանց թելադրանքով են մոտիկանում։ Ես ուզում եմ այսինչ հետազոտություններ անցնեմ։ Մենք միջև բացատրում ենք, որ ձեր գանգատների հիման վրա է։ Ցուցման դեպքում է այդ ամեն ինչը հասանել չէ կարող։ Դուք պրոստը ասեք գանգատ չունեմ, բայց ուզում եմ հետազոտվեմ։ Ասենք, այդտեղից է դժգոհություններ կան, ոնց ես ուզում եմ տվյալ հետազոտությունը կամ տվյալ խորհրդատվությունը։ Ու բոլոր ուղեգրումների համար պետք է բժիշկը հիմնավորի։ Օրինակ, մենք ուղարկում ենք հիվանդանոցային բժշկական, պետք է հիմնավորենք ինչ հետազոտություններ են կարել, ինչ ախտորոշում ունենք, որ գնահատել ենք, որ կարիք կա հիվանդանոցային բուժողություն ստանալու։ Դրա համար ուղեգիրը տանք։ Իսկ եթե ուզում եք կանխարգելիչ հետազոտություն անցնել։ Կանխարգելիչի ժամանակ իրենք կապնում են բուժքույրերը, հրավիրում են, տարեկան իրաց բուժզնումը անցկացնում են, գանգատները լսում են, պատվաստման եթե ներկայացնելու հարց կա, ներկայացնում են։ Դա առանձին օղակ է, ինքը լրիվ առանձին է։ Այսինքն քաղաքացին իրավունք եւ հնարավորություն ունի կապվելու իր պոլիկլինիկայի հետ, նշել, որ ես ուզում եմ կանխարգելիչ անցնել օրինակ մամոգրաֆիա կամ չգիտեմ մեկ այլ ծառայություն։ Կարող է ինքը առանց պոլիկլինիկայի էլ ինքնուրույն հերթագրվի անվճար է ցանկացած բուժհիմնարկ, որը ունի պայմանագիր հիմնադրամի հետ, կարող է ինքը հերթագրվել այդ բուժհիմնարկում ու առանց առողջության առաջնային պահպանման բժշկին դիմելու ուղիղ գնա այդ հետազոտությունը անցնի, բայց այդ տվյալները հետագայում շեղումների վերաբերյալ տվյալները մեր առողջության առաջնային պահպանման բժիշկների կողմից պետքա վերահսկվեն։
որպեսզի այդ շեղումների դեպքում հետևեն, որպեսզի նրանք գնան դրա հետազոտությունների, այսինքն խորը ավելի ախտորոշում անցնի եւ անհրաժեշտության դեպքում նաեւ հետագայում խորհրդակցության ավելին, որ այդ կանխարգելիչ միջոցառումները սկրինինգային ծրագրերը 2029 թվականից ամենայն հավանականությամբ կդառնան պարտադիր։ Հիմա էլ պարտադիր են, բայց դրա արդյունքում առողջության ապահովագրով համակարգում ապահովագրված անձի կարգավիճակից չեն զրկվում, իսկ 29 թվականին ամենայն հավանականությամբ կզրկվեն, բայց ես ուզում եմ մի բան հավելել մեր հատկապես հեռուստադիտողների համար, որ գոյություն ունեն պրոտոկոլներ։ Այո, այս խնդիրը առկա է, երբ որ մարդը դիմում է առողջության կենտրոն եւ ասում է ուզում եմ գնամ MRT հետազոտություն անցնեմ, ապահովագրված եմ, դուք պարտավոր եք ինձ ուղեգիր տալ։ Քանի որ գոյություն ունեն պրոտոկոլներ, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ արդեն Հայաստանում, բժիշկը իրավունք չունի այդ պրոտոկոլներից դուրս հետազոտություններ նշանակի, այսինքն գանգատին համապատասխան հետազոտություն նշանակում է եւ հետեւաբար, եթե պրոտոկոլից դուրս ուղակի բնակչի քաղաքացու ցանկությամբ հետազոտություն է նշանակում, դա արդեն չի փոխհատուցվում։ Հասկանալի է, պարոն Խաչատրյան, եւ նաեւ հիմնականում թոշակառուները կամ տարեց քաղաքացիները գուցե չունեն սմարթֆոն, գուցե չեն կարողանում օգտվել Արմետ համակարգից։ Ինչպես նրանք ակտիվացնել իրենց ապահովագրությունը։ Ապահովագրությունները ավտոմատ ակտիվացրած է բոլորինը։ Իրանք այս բան հնարավորություն հեռախոսազանգով, ասենք հերթագրվելու բժշկը։ Այս բան մեր մոտ խնդիրը հերթագրվելն է, որ մարդիկ դժվար են հերթագրում ու իրանք հերթագրված ժամին չեն գալիս։ Իրանք ուզած ժամանակ են գալի։ Մեր մոտ մյուս խնդիրն էլ դա է, որ երբ որ մարդը զանգել է, պատասխանել է, ժամը, այսինքն բացի Արմետ համակարգից, դեռ կարող են նաև հեռախոսազանգով։ Զանգեն Արմետ համակարգով նորից իրենց ժամը տան։ Այսինքն կարող հեռախոսազանգով զանգեն, իրենց ժամը վերցնեն։ Կարան այսօր այց են կատարել, պետք է մեկ շաբաթից գան։ Նորից մոտեկանան մատենավարման ծառայություն, մեկ շաբաթ հետոյի համար ժամ վերցնեն։ Հիմա որ ասում եք իրենց ցանկացած ժամին են գալիս եւ երբ ասում եք համակարգը շատ ծանրաբեռնված է աշխատում։ Եթե մարդը ունի անհապաղ բժշկական օգնության կարիք եւ իրեն ասում են օրինակ 2 շաբաթից կգաս, ինչ անի այդ դեպքում։ Անհապաղը դուք ասում շտապ նիկատում, եթե շտապը շտապողություն պետք է դիմի։ Եթե այնց անհետաձգելի վիճակ է, օրենքը շտապ ասում արդեն ընդունարանում մեր մատենական ծառայության աշխարհի բժշկին են հրավիրում շուտ առաջի կաբինետին առաջի բուժօգնություն տրամադրելու համար։ Ապողակը մեծամասամբ 90% զար։ Ինքը պլանային ծառայություններ է։ Մենք անհետաձգելի չունենք։ Մերը սա պլանային է։ Պարոն Խաչատրյան, իսկ դες մոտ եւս մեծամասնությունն է հիմա բուժօգնության դիմացների տարեց քաղաքացիներն։ Իհարկե։ Դա պայմանավորում եք նրանով, որ անվճար է ծառայությունը։ Իհարկե։ Շատ լավ, եւ այս բժշկական ինչ էֆեկտ կարող է ունենալ հետագայի համար, որովհետեւ մարդիկ սովորաբար խուսափում են բժշկի դիմել, եթե չունեն ֆինանսական միջոցներ, իսկ հիմա ունեն հնարավորություն դրա համար։ Շատ ամենայեւի հայտնի ջատագողներից մեկն է մեծ ծրագրի, քանի որ ինքը իրականում բնակչությանը սովորացնում, որ իրենց առողջությունը կարան հետևեն, դա գումարի հետ կապ չունի տվյալ պարագայում։ Արդեն մարդը կարա ռեալ օգտվի, իր առողջությանը հետևի, ասենք ինքը խնդիր չի ունենալու։ Ինքը կարա դիմի իր տարեկան պլանով սաղ իր հետազոտությունը ինչ գանգատներ ունի ու անցնի։ Ոչ գումարից, պրոստը ցանկություն պետք է ունենա։ Բայց էֆեկտի մասով կարող եմ տալ բոլորին, բայց ասեք լրացնեմ, եթե կարելի է էֆեկտի մասով, նաև տեսեք, քանի որ վերջին տարիներին մենք պետպատվերով մատուցվող ծառայությունների այսպես շրջանակը շատ ընդլայնել էինք եւ ավելի մեծ հնարավորություն էինք ստեղծել, որ ավելի շատ մարդիկ պետպատվերով կարողանային բուժվել, դրա արդյունքում, եթե մենք էֆեկտներից ենք խոսում, վերջին տարիների ընթացքում մեր ապրելու, այդ տարիքային ցուցանիշ տարածաշրջանում ամենաբարձրն է դարձել կյանքի տևողությունը եւ բացի այդ մայրական կամ մանկական մահացությունների ցուցանիշներն են էականորեն բարելավել, բայց բացի դրանից սա նաև ունենալու է տնտեսական էֆեկտ։ Բացի այն, որ ֆինանսական հոսքերի արդյունքում հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները զարգանալու հնարավորություն են ունենալու, մարդիկ էլ ավելի առողջ մնալով մենք մեծացնելու ենք աշխատուժը, հա, ավելի շատ աշխատունակ մարդ ենք ունենալու, ինչն էլ իր հետևից բնականաբար բերելու է տնտեսական էֆեկտ։ Հետևաբար որևէ կողմից բացասական վերաբերմունքի ապահովագրությունը, առողջության ապահովագրությունը չի կարող ունենալ, կարող ենք ուղղակի քննարկել մասնավոր թե պետական։ Հիմա պարոն Թադևոսյանը հարցում եմ բոլորին, էլի։ Այո, կհերքի ձեզ խնդրեմ։ Չէ, ես այդ հերքելու դե ինձանից որ գումար վերցրեք մի ծառայության համար, parza որ այդ որ ասում ոչ մի բան չկա, բացի քեզանից որ փող ենք վերցնում, էլի, այտենց։
Վճարող եմ, չէ՞։ Գումար եմ, չէ՞ վճարում դրա համար։ Մենք էլ բոլորս վճարող Չէ, ենք։ հասկացա, ես երկու տեղ պետք է վճարեմ, ստիպված։ Ձեզ ետ կվերադարձնեմ, պարոն Խարազյանը Ինչի կասի։ համար էլի։ Պարոն Խարազյանը ձեր հարցին կպատասխանի։ Չէ, այդտեղ անհավասարության մասին ես կխոսեմ հետո, ինչ անհավասար մոտեցումներ կա, ինչ նախարարություն պետությունը, բայց հարցը բոլորին։ Ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկվելու գների դեղերի գները իջացնելու ուղղությամբ եւ ծառայությունների գները։ Մեր հարևան Վրաստանում ասում են, որ դեղերի գները, որոշ դեղերի գներ 2.5-ից 3 անգամ ավելի ցածր են, քան Հայաստանում է, եւ ծառայություններն էլ են ավելի էժան։ Ստացվում է ազգովի փող ենք հավաքում, որ վճարենք թանկ բժշկական ծառայության համար շատ ներողություն։ Խնդրում եմ ասեք, կոնկրետ քայլեր կան դեղերի գները նվազեցնելու ուղղությամբ։ Մենակ չասեք, որ ընդեսից ազատենք, ավելացված։ Իսկ Վրաստանը որտեղից է ներկրում այդ տեղերը, պարոն Եթե դեմ չէ, ես կպատասխանեմ։ Ես չգիտեմ, ես ասում եմ, ես ոչ բժիշկ եմ, ոչ դեղի մասնագետ։ Իրականում այո, գնային տարբերություններ կան, որովհետև Վրաստանում NDS-ից ազատված են դեղերը, այս իմաստով ավելացված արժեքի հարկի բայց մենք մասին նաև ունենք խնդիր, որ որոշ դեպքերում ծառայությունների գները արհեստականորեն ուռճացված են, եթե անկեղծ խոսենք։ Եվ այո, այս խնդիրը կա։ Ինչ ենք մենք անում, որպեսզի կարգավորենք այդ իրավիճակը։ Կարծում եմ պարոն Խարազյանն էլ պատասխանի ընթացքում մանրամասն ավելի կասի, ես ընդհանուր առմամբ ասեմ, որ ծառայությունների, ինչպես նաև դեղերի արժեքների հաշվարկման մեթոդաբանություն գոյություն ունի, որով առաջնորդվել է առողջապահության նախարարությունը եւ դրել է եւ ծառայությունների գները դրել, որոնց շուրջ պատգամավորները շատ մանրամասն կարդում են բոլոր օրենքները, հիմա այն նախկին ժամանակները չեն, մենք մինչև չենք կարդում, չենք վիճում, ընդհանուր հայտարարի չենք գալիս, հարցրեք նախարարությունը ինչքան այսպես ծանր ժամանակներ է անցել գոնե մեր հանձնաժողովի ձեռքը ասում է եւ ծառայություններն էլ են 2-ից 3 անգամ թանկ եւ այդ իմաստով մեթոդաբանությամբ հաշվարկ են դրել եւ չեն գնում զիջումների եւ փորձում են այդ տարբերակով, ասենք նեղ մասնագետի կոնսուլտացիան դիցուկ, հա 15-ից 20000 դրամ է հիվանդանոցներում հիմնականում Նախարարությունը փոխհատուցումը դրել է 6000 դրամ։ Սա խնդիրներ է առաջացնում, որովհետև սկսում են ասել մենք սովոր չենք այս գնով եւ հետեւաբար պիտի նախարարությունը փոխհատուցման այդ գինը բարձրացնի եւ այլն, բայց հարցին տալիս են շատ ընդունելի պատասխան, հա, գերատեսչության ներկայացուցիչները, որովհետև ասում են, որ մենք մեր մեթոդաբանությամբ հաշվարկի արդյունքում պարզում ենք, որ մի քիչ էլ արհեստականորեն է ուռճացված այդ գինը, այսինքն պիտի բերենք քաղաքացին է դեպքում։ Ուրեմն պետք է պետական վերահսկողություն ճնշում լինի, որ բուժհաստատությունները գինը իջեցնեն։ Բուժհաստատությունները, որոնք որ պայմանագիր են կնքել հիմնադրամի հետ, պարտավոր են ծառայությունը մատուցել քաղաքացուն։ Սա այդ 6000 դրամով քաղաքացին պետք է հավելավաճառի։ Մենք կարծում ենք, որ ինքը ժամանակի ընթացքում այդ մեխանիզմների արկայության պարագայում ի վերջո մենք կունենանք գնագոյացման, հա, այսպես ասած նորմալ պայմաններում ձևավորված չափեր։ Ախ, բայց ներողություն ես չհասկացա։ Հիմա եթե 20000 դրամ է բժշկի մեկ այցելությունը Կառավարությունը դրա համար սահմանել է 6000 դրամի փոխհատուցում։ Քաղաքացին իր գրպանից այդ տարբերությունը 14000 դրամ ինքն է մուծելու։ Ոչ, այդտեղ չի ընտրելու։ Այդ 20000-ը չի ընտրելու։ Պետք է ընտրի պոլիկլինիկայի ներմասնագետի մոտ կարող է գնալ։ Իմիջիալսը այլ որպես ինֆորմացիա։ Այստեղ տարբեր մոտեցումներ են, նայեք, հիմնականում մեր երկրում առողջապահական ծառայությունների գները ձևավորվել են ավելի շատ, այսպես ասած, վճարովի ծառայությունների հիման վրա, որովհետև մարդկանց գերակշիռ մասը ուղիղ վճարել է այդ իր ծառայությունների դիմաց։ Եվ բնականաբար այդ դրա արդյունքում, այսինքն չի եղել հավաքագրման մեխանիզմ, ոնց որ ապահովագրության մոդելն է, որը որ արդեն կորոշեր որոշակի գներ, կփոխհատուցեր եւ այդ ձևով կկարգավորեր նաև այդ ծառայությունների գները եւ տարերայնորեն է ձևավորվել շուկան, այսինքն տարերայնորեն գներ են ձևավորվել եւ նեամասնագիտացված խորհրդատվությունների համար չի եղել համապատասխան ուրեմն ծանրաբեռնվածություն նաև, որովհետեւ
շատ քչերն էին, ինչպես որ պարոն Խաչատրյանը նշեց, շատ շատերը խուսափում էին բժշկին դիմելուց եւ դա է նաեւ պատճառը, որ մենք ունեինք հսկայական թվով մարդկանց, որոնք որ ինքնաբուժմամբ էին զբաղվում։ Դրա համար երբ որ մենք նշում ենք էֆեկտներից մեկը, այդ էֆեկտներից ամենակարևորը նա է, որ մենք ի վերջո նաեւ այս ուրեմն համակարգի ներդրման միջոցով ինքնաբուժման այդ հսկայական ծավալն են կրճատելու, ինչն էլ իր հերթին բերելու է նրան, որ մարդիկ, երբ որ մենք ունենում էինք ավելի բարդ դեպքեր, հենց այդ ինքնաբուժման զբաղվելու հետևանքով, մենք նաև կրճատելու ենք հենց այդ բարդ դեպքերի առկայությունը։ Բայց այդտեղ նաև դեղերի գների կարգավորումը, այո, ես համաձայն եմ, որ միգուցե ոչ միայն Վրաստանում, այլ նաև այլ երկրներում դեղերի գները կարող է շատ ավելի ցածր լինեն որոշակի դեղերի, բայց դա նույնպես պայմանավորված է մեր երկրում նմանատիպ փոխհատուցման համակարգերի բացակայությամբ։ Մենք չենք ունեցել դեղերի դիմաց, ասինքն փոխհատուցում պետության կողմից։ Ունեցել ենք շատ սահմանափակ պետպատվերի շրջանակներում դեղորայքի, ձեռքբերման որոշակի ծավալ, որը որ պոլիկլինիկաների միջոցով է իրականացվել, բայց շատ սահմանափակ թվով դեղերի տեսականու համար եւ ունեցել ենք կենտրոնացված գնումների միջոցով, օրինակ շաքարային դիաբետի, այդ ինսուլինների եւ այլնի մասով։ Եվ հիմա, երբ որ արդեն ապահովագրական փաթեթում մենք ներառել ենք դեղորայքի բավականին մեծ փաթեթ, որը հնարավորություն է տալիս նաև իրականացնել դեղերի պետական գների պետական կարգավորում, այսինքն մենք ունենք որոշակի մեթոդաբանություն, որը որ մեզ հնարավորություն է տալիս հաշվարկել դեղի գնի փոխհատուցման չափը եւ սրա միջոցով նաեւ մենք կարծում ենք, որ դրա միջոցով էլ մենք կունենանք շատ ավելի կարգավորված դեղերի գների շուկա։ Վարչապետը խոսում էր փոխհատուցման մասին դեղերի որոշ տեսակների, ասում էր նույն դեղանյութն է, բայց քաղաքացիները օրինակ ասում են այս ընկերության արտադրանքը լավը չէ, այն մյուսինը լավն է եւ դրա համար մենք նրանց գումարն ենք հատկացնում, որպեսզի նրանք այդ դեղը գնեն։ Այդ հատկացումը ինչ մեթոդով է կայացվում, այսինքն փոխանցում է լինում նրանց հաշվին, որովհետեւ այդ դեպքում գուցե լինի մտավախություն, որ քաղաքացին մտածի այլ իր համար ավելի կարևոր ծախսեր ունի եւ այդ փողը առողջապահության համար չօգտագործես, քնիշ մեթոդով է դա լինում, որ վերահսկելի լինի, փողը ծախսվել է հենց դեղ գնելու համար։ Տեսեք, ոչ թե ուղղակի քաղաքացուն է տրվում այդ գումարը, այլ քաղաքացուն տրվում է հնարավորություն ընտրելու, թե ինքը այդ նույն դեղի, տեսականուց, որ առևտրային անվանմամբ, որ բրենդի դեղն է նախընտրում։ Եվ մենք ունենք այդ խմբի դեղորայքի համար առավելագույն փոխհատուցման չափ, օրինակ ասենք ճնշման որևէ պրեպարատի համար, ունենք ենթադրենք առավելագույն չափ, որ 1000 դրամ է, մենք հաշվել ենք մեր մեթոդաբանության հիման վրա։ Բայց կան տարբեր տեսակի բրենդներ, գերմանական, հայկական, տարբեր, ռուսական եւ այլն եւ այլն։ Եվ մենք հաշվի ենք առել այն հանգամանքը, որ տարիներ շարունակ մեր, որովհետև հիմնականում այդ դեղորայքը օգտագործում են քրոնիկ սիրտանոթային հիվանդություններ ունեցող քաղաքացիներ եւ այդ քաղաքացիները սովորեն, այստեղ նաեւ որոշակի դեղորայքի օրգանիզմի տանելիության, անձնական տանելիության խնդիր ունեն եւ այդ քաղաքացիների համար օրգանիզմի տանելիության պայմանավորված եւ քաղաքացին քանի որ սովոր է այդ դեղը վերցնելու, ինքը ընտրում է կոնկրետ այդ դեղը։ Հիմա եթե այդ դեղի արժեքը, ավելին է այդ մեր փոխհատուցվող 1000 դրամից, ինքը վճարում է այդ տարբերությունը։ Եթե ավելի ցածր է, պետությունը վճարում է այդ։ Այսինքն գնում է դեղատուն, ուզում է կոնկրետ դեղը եւ համակարգը փոխանցում է հենց դեղատանը, մարդը վերցնում է եւ եթե տարբերություն կա, ուծում է, վճարում է, եթե չկա, քաղաքացին գնում է դեղատուն, շատ ես էլ հարց տամ, եթե կարելի է կոնկրետ դեղ էլի։ Նախ խնդրում եմ պարոն Խարազյանին այդքան շատ ժամանակ մի տվեք, որտեղ մեր ժամանակից է կապ։ Պարոն Խարազյանը փորձում է բացատրել։ Հիմա դուք ժամանակն եք ծախսում, ինձ ասելով ինչ անեմ։ Հիմա չէ, տեսեք, եթե դեղը արժի 3 անգամ թանկ, պետությունը ֆինանսավորում է դրա 1/3-ը։ Օրինակ եմ ասում։ Ստացվում է մարդը գնում է, ուզում է այդ լավ դեղը գնի, քանի որ պետությունը դրա 1/3-ը ֆինանսավորում էր, քաղաքացիները ասում են լավ է, դե 1/3-ը ֆինանսավորում է, այսը մնացածը կտամ։ Ստացվում է մենք ազգովի այդ թանկ դեղի համար խրախուսում ենք, որ ինքը այդ թանկ դեղը վաճառի։ Իմ կարծիքով պետքա ինչ որ բան անել, թույլտվությունների համակարգը, այսինքն դեղերի գրանցման համակարգը մի քիչ կարգավորումները փոխել այնպես, եթե աշխարհում ընդունված դեղեր կա, որոնք գրանցված են օրինակ Ֆրանսիայում, այս երկրում են երկրում, ասենք մենք ինչի ենք մեծ գումարներ մարդկանց
օրինակ ներկրողներին ստիպում, որոնք էլ որոշ ներկրողներ հայտնվում են մոնոպոլ վիճակում այդ դեղերի ներկրման ու 3 անգամ թանկ են ավելի վաճառում։ Ստացվում է այս ապահովագրական համակարգը խրախուսում է այդ դեղերի մի մասը փոխհատուցելով նաև, խրախուսում է նրան, որ այդ 3 անգամ թանկ վաճառողը կարճ արձագանքեք եւ ես հարց ունեմ տարբեր բաների մասին ենք խոսում։ Մենք այստեղ խոսում ենք դեղերի փոխհատուցման համակարգի մասին, այստեղ դուք խոսում եք դեղերի գրանցումների եւ այլնի, ավելի շատ մեծ տեսականի դեղեր ներկրելու հետ կապված լրիվ համաձայն եմ ձեր հետ, բայց սրանք երկու տարբեր գործընթացներ են։ Տարբեր գործընթացներ։ Փոխհատուցում եք մի մասը, քաղաքացու մոտ մոտիվացիա առաջանում, այդ թանկ դեղը գնի։ Չէ, բայց դա ոչ մի բանով չի սահմանափակում, որպեսզի դեղորայք ներկրող կազմակերպությունները նաև այդ էժան դեղորայքը ներկրեն, որովհետև այդ դեպքում իրենց շանսերը իրենց ներկրած դեղորայքը վաճառելու, այսինքն պետության կողմից փոխհատուցվելու շատ ավելի մեծանում է։ Այնպես որ այստեղ մենք կարծում ենք, որ հենց այս մեխանիզմի միջոցով է նաև, որ մեր դեղ ներկրող ընկերությունները կունենան ավելի կանխատեսելի շուկա, ավելի կանխատեսելի ծավալներ փոխհատուցման եւ իրենց կողմից իրականացվող ներկրումները, նաև այդ դեղերի ներկրումը եւ դրանց գրանցումը, գրանցման իրականացումը։ Ես հարցը չեմ կարող պատասխանել։ Պարոն Թադևոսյան, ես ուզում եմ ձեզ մեջ բերել Դուք ամիսներ առաջ նշել եք առողջության պարտադիր ապահովագրության համակարգը ոչ թե առողջության մասին է, այլ տարեկան 225 միլիարդ դրամի բաշխումը կոռուպցիա անելու մասին է։ Հիմա շարունակում եք այդպես։ Կոռուպցիոն ռիսկերով։ Ձեր ասածը ուղիղ մեջ բերեցի կոռուպցիա անելու մասին է, հա։ Շարունակում եմ, քանի որ կոռուպցիոն ռիսկեր կան, եւ այնց չի, որ ասենք այդ ռիսկերը վերացել են, շարունակում։ Տիկին Բադալյան, կոռուպցիոն ռիսկեր կան, որպես օրենսդիր եթե տեսեք մասնավոր ապահովագրական ընկերությունը որևէ մասնավոր ԲԿ-ի հետ կոռուպցիոն համաձայնության չէր կարող գալ։ Ես չգիտեմ, դուք եք հանձնաժողովներում։ Չէ, ես հարցում եմ, քանի որ դուք պնդում եք, որ պետական մոդելը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Ես բացատրեցի։ Դե ես էլ եմ հարցնում եւ ակնարկում եմ չէր կարող մասնավոր ապահովագրական լրիվ բացառում եք, որ որևէ մասնավոր ապահովագրական ընկերություն որևէ մասնավոր ԲԿ-ի հետ որևէ կոռուպցիոն համաձայնության կգար։ Աշխատակիցը կարող է։ Բայց ԲԿ-ն չի կարող։ ԲԿ-ն չէ, մասնավոր ապահովագրությունը։ Չէ, պարոն Թադևոսյան, գիտեք, նրբությունը գիտեք որտեղ է։ Այսինքն ձեր թիրը քաղաքացուն ձեր ասածից ստացվում է, որ պետությունը սա այսպես հանցավոր կանխավարկածով մտածել է, ինչպես անի քաղաքացիներից փող գեներացնի, որպեսզի կարողանա այստեղ կոռուպցիա զարգացնել։ Այս ինչի՞ ասում եք, որովհետև ասում եք առողջության մասին չէ սա, այլ սա կոռուպցիայի մասին է։ Դա փող հավաքելու մասին է ու բաշխելու մասին է։ Իսկ որտեղ փողի բաշխում, տեղ է կոռուպցիոն երևույթ։ Հիմա ես կոնկրետ օրինակ ասեմ։ Եթե 3 անգամ թանկ, հա, ինչ որ այդ որ արդյոք գնումներ եւ այլն, հա, 3 անգամ թանկ դեղ առնում։ Պայմանավորվել է 3 անգամ թանկ առնում պետական է։ Հիմնադրամը ֆինանսավորում է թանկ ծառայություն։ Գնումների ընթացքը էլեկտրոնային է, բոլորը տեսնում են։ Ով կարող է մատակարարել, կարող է 3 անգամ թանկ դեղ գնել։ Ես միաժամանակ երկուսի կարող եմ լսել, բայց 3-ի չի կարող, բացառվում է։ Հիմնադրամը դեղորայք չի փոխհատուցում։ Օրենքով կարգավորված է։ Հիմնադրամը ծառայությունն է փոխհատուցում, որը մեջ նաև դեղորայք կա։ Եվ ծառայության որոշակի գին է սահմանում, որ այդ կազմակերպությունը այդ գինի շրջանակներում պետք է ապահովի։ Ես չեմ պատկերացնում կազմակերպություն, որը որ շատ ավելի մեծ ծախսեր անի, շատ ավելի քիչ ծառայության գինի փոխհատուցման։ Ներողություն, ժամանակը շատ քիչ է, պարոն Թադևոսյան, ներողություն։ Հիմա մեր քաղաքացիների խնդրանքով հարց, ներողություն։ Ներողություն։ Պարոն Խաչատրյան, ես խնդրում եմ, որպեսզի քաղաքացիների մոտ շատ է հարց առաջանում, առաջին անգամ են դիմում, չգիտեն բուժապահովագրությունից ինչպես օգտվել։ Եթե կարելի է կարճ քայլ առ քայլ քաղաքացին, որն ունի որոշակի գանգատներ, ուր է դիմում, ինչ փաստաթղթեր է ներկայացնում, ինչ ծառայություններից կարող է օգտվել դրան։ Մոտիկանում է իր կողմից հավաքագրված առողջության կենտրոն։ Մի րոպե, առանց ժամ գրանցելու, թե զանգահարում է ժամը վերցնում։ Տեղյակ չի գիտի տեղը, մոտիկանում է տեղ ժամը վերցնում, եթե ունի սմարթֆոն կարող է իր արմատ համակարգով ժամ վերցնել, կարող է եթե տեղ գիտի որ հեռախոսա զանգով սպասարկում, օրինակ մեր մոտ սպասարկում, կարա զանգի ժամ վերցնի իր թերապևտի հետ մոտիկանամ թերապևտի մոտ, այնտեղ նույնականացումը իրականացվում է թերապևտի կողմից, տեսնում է, եթե ունի ապահովագրություն, արդեն սկսում են
process-ը։ Լսում են գանգատները, իրենց սաղ անամնեստիկ տվյալները հավաքելուց հետո, արդեն եթե լրացիչ հետազոտության կարիք կա, էլեկտրոնային ուղեգիրը կախվում է, բժիշկը կոնկրետ մեր առողջության կենտրոնում նաև ժամը վերցնում տվյալ հետազոտություն կատարող նեղ մասնագետի մոտ կամ գործիքային հետազոտողի մոտ։ Ասում է, որ ասենք այսօր ժամը 4:30 րոպե դուք պետք է լինեք սրտաբանի մոտ։ Հիմա դա մոտիկանում սրտաբանը սպասարկում է, ախտորոշումը դնում է, եթե կարիք կա, բուժումը նշանակում է, եթե դեղորայքը ընդգրկված է ապահովական մեջ, դեղորայքի դեղատոմսերը դուրս են գերվում, որ մոտիկանը ապտեկայից ստանա ու քաղաքացին բուժվի։ Միայն անձնագիր պետք է իր մոտ ունենալ, վերջ։ Շնորհակալ եմ, պարոն Խարազյան, այս տարվա ապահովագրությունը չի տարածվում քաղաքիրավական պայմանագրով աշխատողների, այսպես ասած ծառայություն մատուցողների վրա։ Երբ ենք նաև ծածկելու այդ դաշտը եւ արդյոք քաղաքացին, որը դեռ այս ապահովագրության մաս չէ, կարող է կամավոր անդամագրվել, այսինքն, չգիտեմ, միանվագ կամ ամսական այդ վճարումը կատարել եւ ինքն իր ընտրությամբ միանալ համակարգին։ 2027 թվականից արդեն քաղաքիրավական պայմանագրերով աշխատողները նույնպես 27-ից։ Այո, 27 թվականի հունվարի 1-ից քաղաքացիները ոչ մի պարագայում կամավոր չեն կարող ուրեմն գրանցվել 2028 թվականից նախատեսվում է որ ապահովագրավճար վճարողները, այսինքն օրինակ բարձր աշխատողները, նույն քաղաքիրավական պայմանագրերով աշխատողները, ԱՁ-ներ եւ այլն, իրենք կարող են որպես իրենց փոխկապված անձ, իրենց ընտանիքի այն անդամին, որը ոչ մի խմբում ներգրաված չի, ուրեմն ներառել ապահովագրության մեջ եւ վճարել իր համար ապահովագրավճարը։ Իսկ սոցփաթեթից օգտվող քաղաքացիները, որոնք հիմա դարձել են համընդհանուր ապահովագրության ծառայություն ստացող, կարող են նախկինի պես, եթե ծառայություն չեն ստացել, այդ գումարը ուղղել կրկին իրենց հանգստին, ինչպես անում էին նախկինում։ Իհարկե, այդ գումարը նրանք կարող են ստանալ, կանխիկացնել, օգտագործել իրենց կարիքների համար։ Այսինքն սոցփաթեթի այդ պայմանները նրանց համար շարունակում են գործել, եթե բուժծառայություններից չեն օգտվել, գումար է կուտակվել։ Չէ, բուժծառայություններից օգտվել չի, այստեղ պայմանը, այստեղ խնդիրը նա է, որ նրանք օրինակ 200,000-ից 500,000 դրամ, հա, աշխատավարձ ստացողները իրենք այդ 6000 դրամները կարող են ուղղել, ու նաև մնացածներն էլ ավելի բարձր աշխատավարձ ստացողները կարող են այդ գումարը ուղղել ապահովագրավճարի չափի մարմանը, հա, դրույքաչափի մարմանը, որովհետև նրանց դեպքում 4800 դրամ է դրույքաչափը, մնացած 6000 դրամը իրենք պետքա ինքնուրույն վճարեն։ Նրանք կարող են այդ գումարները վճարել սոցիալական փաթեթի ամսական հատկացվող գումարներից, բայց եթե նրանք չեն ցանկանում այդ գումարներից վճարել, այլ իրենց աշխատավարձից ապահովում, տարվա վերջում նրանք կարող են այդ գումարները տնօրինել ինքնուրույն այն ուղղություններով, որոնք որ նախատեսված են սոցիալական փաթեթի, ուրեմն այդ վճարների կարգավորման կառավարության որոշման մեջ կամ կանխիկացնել։ Այստեղ մենք նաև հանել ենք պայմանը կանխիկացնելու դեպքում պարտադիր կանխարգելիչ հետազոտություններ անցնելու, այսինքն առանց այդ հետազոտությունները անցնելու էլ իրենք կարող են այդ գումարը կանխիկացնել։ Պարոն Խարազյան, իսկ այն քաղաքացիները, ինչպես պարոն Թադևոսյանը, որոնք ունեն արդեն բուժապահովագրություն, ինչ է արվում, այդ բուժապահովագրության գումարը նրանց վերադարձվում է եւ նրանք միանում են պետական համակարգին, թե կարող են մինչեւ այդ ապահովագրության ժամկետի լրանալը օգտվել մասնավորի ծառայություններից, հետո գալ պետական համակարգ։ Մասնավոր ապահովագրական ընկերությունները որպես կանոն այն կազմակերպությունների հետ, որոնց հետ որ ունեն նմանատիպ պայմանագրեր, իրականացնում են իրենց փաթեթների ուրեմն վերակառուցում, այսպես ասած, եւ առաջարկում են այնպիսի ծառայություններ, որոնք որ լրացնում են համընդհանուր ապահովագրության փաթեթում ներառված ծառայություններին։ Այսինքն այս դեպքում արդեն տվյալ կազմակերպության եւ ուրեմն մասնավոր ապահովագրական ընկերության միջև դա։ Խնդրեմ, պարոն Թադևոսյան, ինչ չեն անի։ Ես ասցի վճարողների շրջանակի մասին հետո խոսեմ, չեն անի շատ պարզ պատճառը, որտեղ օրինակ 150,000 դրամ վերցրել են։ Հիմա եթե պետականը ինչ-որ մի մաս ծածկում, ասում է, ես այդ իրավունքն եմ քեզ վաճառել։ Ուզում ես ուզի, չես ուզում, մի ուզի, եթե չես օգտվում, ինձ ավելի լավ։ Ասկե ինչի պետք է մասնավոր ընկերությունը շահագրգռված լինի, գնա վերակնքի իր այդ պայմանագիր։ Ինչի օրինակ, ոչ մեկը գումար արդեն տվել է, այն դիմացին է վերցրել է։ Ասեն գնասի չէ, բեր գումարդ հետ տամ։ Չեն անի ոչ մեկ։ Այսինքն ստացվում է մարդը մի ժամանակահատվածի լինում է ժամանակահատված, որի դեպքում երկու ապահովագրական փաթեթներ ունենում է,
Այսինքն, բայց մեկից է օգտվելու, էլի, մեծ պատկերով կամ ստեղից հիմնականում մասնավորից կօգտվեն, պետականից չեն օգտվի, որովհետև պետականը շատ ավելի քիչ է ծածկելու, քան մասնավորը նույն դեղերի։ Պարոն Թադևոսյան, այսինքն մոտ 5-10 տարի հետո դուք տեսնում եք սպառնալիք, որ մասնավոր ապահովագրական ընկերությունները որպես բիզնես այլևս կվերանան կամ շատ կխեղճանան։ Ինչի ոչ մեկ չի անի հիմա առողջապահության ապահովագրությունից տարվանից ոչ մեկ չի անի։ Սա բիզնեսի մասով։ Չկա, գիտեք ինչի, որտեվ այն որ պարոն Խարազյանը ասում է մնացածը կարող են անել, տեսեք, այդ տենց չի լինում, մնացած ավելի մեծ ռիսկային է, փողերը ավելի շատ է, կոպիտ ասած։ Այս մեծ փաթեթի մեջ ինքը հնարավորություն ունենում է այս գնով անելու։ Եթե մնացածն է անելու, գվերցնի օրինակ 3 անգամ ավելի քան։ Հիմա եթե կարելի է նաև վճարողների շրջանակը ասեմ, լավ։ Մի վարքան, ձեր կարծիքով առողջապահական ոլորտի վրա ինչ էֆեկտ կունենա այս փոփոխությունը 5-10 տարի հետո։ Շատ լավ, կապ չունի որակով է մասնագետը, որակով չի, պետությունը փող է տալիս, բժշկական հաստատություններին են մեր մյուս, եթե առաջ մի քիչ աշխատավարձով, հիմա աշխատավարձերը կբարձրացնեն, էլի, որովհետև տարբերություն չկա, եթե մարդ ունի կրթություն, այդ բուհական կրթություն է հաստատագիր, որովհետև մեկը չի կարող ասենք անորակա կամ լավա կամ վատա, որովհետև օրենքի տեսանկյունից այդ մարդը համապատասխան ունի բոլոր կրթական ցենզը։ Բայց մենք բուժվում ենք բժշկի մոտ, թե դիպլոմ ունեցողի մոտ։ Ես դրան կպատասխանեմ։ Հիմա կպատասխանեմ, պարոն Թադևոսյան, բայց որ ես ասում եմ առողջապահական ոլորտի վրա, ես ոչ թե նկատի ունեի բուժ հաստատությունների աշխատակիցները, այլ մեր հասարակության առողջության վրա ինչ էֆեկտ կարող է ունենալ այս փոփոխությունը։ Ես ասել եմ, որ կողմ եմ պարտադիր բժշկական ապահովություն, ուղղակի դեմ եմ ձևին։ Բայց հիմա ամենակարևորը ասեմ, շրջանակը ճիշտ է, մենք նախկինում այս 6 տարի է, 7 տարի է չեմ հիշում, այս ապահովագրությունը քննարկվում է։ Նախկինում շատ ավելի վատ տարբերակ էին վերցրել։ Հիմա գոնե ով որ վճարող է այդ անձն է օգտվում, բացի այն սոցիալական խմբերից, որոնք 65 եւ այլն։ Անուն է, ինչ ենք դնում սոցիալական իրանց համար պետությունն է վճարում։ Եթե օրենքի տեսանկյունից ենք խոսում, պարոն Խարազյան, ձեր ընդունած օրենքի մեջ գրած է իրանք ապահովագրի վճարող չեն։ Չէ, իրանք վճարում են, իրանք օրենքի վճարում է պետությունը։ Հասկացա, ես օրենքի, եթե օրենքով ենք խոսում, ձեր օրենքով գրած է իրանք վճարող չեն։ Լավ, հարցը բայց դա չի։ Ես հասկանում եմ, որ պետությունն է վճարում։ Մենք ենք վճարում, ոչ թե պետությունը։ Պարոն Թադևոսյան, ժամանակը սպառվում է։ Տեսեք, անարդար բան կա, ով որ հարկերը թաքցնում է, քիչ է ցույց տալիս իրական իր եկամուտները, այսինքն աշխատավարձը մի մասը վճարվում է հայտարարագրելով, մյուս մասը ոչ հայտարարագրված, անհավասար վիճակում է հայտնվում այն, ով որ օրինապահ հարկ վճարող է, որովհետև տեսեք 200-ից 500 հազարի դեպքում պետությունը փոխհատուցում է 4800-ը, ճիշտ, այդ 4800-ը 6000 դրամը փոխհատուցում է պետությունը։ Որն է ձեր առաջարկը։ Պայքարստվերի դեմ։ Պայքարստվերի դեմ, այս ամեն ինչը պետք է արվեր այն վիճակով, երբ որ սենց ասեմ, բոլորը գիտեն, որ ոլորտներում ով ինչքան պակաս հարկահայտարարագրում, բանը մարդկանց մի մեջ շրջանակ կա, որոնք ոչ միտեղ գրանցված չեն, բայց եկամուտ ստանում են։ Այդ մարդկանց ու այն մարդկանց, ովքեր որ նորմալ վճարում են, անարդարության բան կա, ստացվում է պետությունը խրախուսում է այն պակաս վճարողին, իրան 6000 տալիս է, այն մեկը ամբողջը ինքն է վճարում։ Կարողացաք, բայց որ ասում եք բոլորը գիտեն, այդ թվում հիմնական ֆունկցիան էլ նաև արդարության զգացման ապահովում։ Հիմա որ ասում եք բոլորը գիտեն, որ որոշները ստվերում են, դուք էլ հարկ վճարողների պաշտպանության հասարակական կազմակերպություն եք, երբևէ ազդարարել եք, որ որևէ գործատու եւ որևէ գործատուի հարց չի, ոլորտների հարցն է, ազդարարելը ո՞րն է։ Ազդարարելը ասելն է, որ այսինչ բիզնեսը հարկեր է թաքցնում, հարգելի պետություն։ Հարկերը թաքցնելու մեջ չի։ Դիմել եք իրավապահման։ Ինչ մարմին է։ Կներեք դուք վերանորոգում արել եք տանը։ Կներեք էլի։ Չէ։ Անկեղծ ասած։ Գնանք ձեր բոլոր գործընկերներին, падգամավորներին, կարծնեք, ովքեր որ վերանորոգում արել են, արդյոք պահանջել են վերանորոգող արհեստավորից ստուգել են, ինքը գրանցված չի, ինչ կարգավիճակ ունի, հարկերը վճարում է թե չէ։ Երբ որ գնանք բոլոր падգամավորներով կասեք, որ բոլորը պայմանագիր եք կնքել, բոլոր հարկերը վճարվել են, հետո այդ հարցը ինձ կտակ, լավ։ Պարոն Թադևոսյան, դուք արդարացիորեն ճիշտ եք ասում, կան ոլորտներ, որոնք ընդհանրապես
դուրս են հարկման համակարգից, նույն ինչպես ասում եք վերանորոգողները, մեքենայի վերանորոգողները եւ շատ այլ ծառայություններ։ Հիմա ձեր կարծիքով պետք է պետությունը այս բոլոր հարցերը լուծեր, սոցիալական արդարություն հաստատեր, նոր իրականացնել այս բարեփոխումը։ Չափ կա ամեն ինչին։ Ոչ կոռուպցիանը հնարավոր մինչև վերջ վերացնել, որտեվ ինքը բանա պետքա տանելի դարձնել, հա, գոնե, հա։ Ոչ էլ շատ բաներ կա, հնարավոր չի բոլոր կոռուպցիոն երևույթները փակել, բայց տանելի չափ պետքա լինի։ Այսինքն օրինակ, մեր մոտ մի 30,000 մարդ աշխատում են, բայց որևէ տեղ գրանցված օրինակ չեն, հարկեր չեն վճարում, բայց եկամուտներ ստանում են։ Հիմա ստացվում է շատ ներողություն, մենք բոլորս հարկ ենք վճարում, որպեսզի նաև ապահովության համակարգից օգտվի այդ հարկ չվճարողի ընտանիքի անդամը։ Պարոն Թադևոսյան, ավելի լավ չէ համակարգը հիմա ներդնել, թեկուզ այդ ոչ բարեխիղճ հարկ վճարողի ընտանիքն էլ օգտվի, բայց օգտվեն նաև հազարավոր կենսաթոշակառուներ, հազարավոր երեխաներ։ Հիմա նժարի վրա պետք է դնել, չէ՞, երբ սկսենք այդ համակարգը։ Հազարավոր երեխաներ, հազարավոր թոշակառուներ օգտվում էին նաև պետպարվեի շրջանակում, 18 թվականից սկսած։ Որը 18 թվականից սկսած, թող լինի, չէ, 18-ից առաջ է մինչև 7 տարեկաները օգտվում են, մինչև 18-ի մասին է խոսքը։ Ես բոլոր դեպքերը հիշում եմ, ով երբ ինչ է արել։ Այո, 7-ից 18-ը բայց պետպատվերը չէր ծածկում այն ցանկը, որը հիմա ապահովագրությունն է ծածկում։ Հիմա հարցը հետևյալն է, օրինակ ես դեկտեմբերի, չեմ հիշում, քանիսին գնացինք ընտանիքի անդամի համար, ասին պետպատվերը վերջացել է։ Հիմա 65-ից բարձր էր, օրասական հիվանդություններ եւ այլն։ Չէ, բայ հիմա որ նույնը ստեղ լինի, ինչը որն եմ սխալ ասել կամ հակաս է ասածից, ասեմ։ Պարոն Ղարազյան, այսինքն հնարավոր է դեպք, որ մարդը ունի բուժ ապահովագրություն եւ գնում է բուժ հաստատություն, իրեն ասում են, «Էլ չես կարող օգտվել, ծառայությունները փակված են, պետպատվերը լրանալը այդպես էր»։ Չէ, նման բան չի եղել, ոչ մեկ չի ասել, որ պետպատվերը լրացած է, որտեղ հերթագրման համակարգ է, բոլոր համակարգերն էլ առողջապահական, ֆինանսավորման, նույն ապահովագրական համակարգերը, նույն պետության կողմից ֆինանսավորող սոցիալական առողջապահական համակարգերը իրենք ունեն հերթագրման որոշակի տրամաբանություն։ Շնորհակալ եմ։ Տիկին Բադալյան, շատ կարճ ամփոփում ենք արդեն։ Փորձենք ամփոփել նախ Դա շատ բաներ ունեի ասել։ բոլորս ունենք շատ բաներ, բայց ժամանակի սահմանափակում կա։ Պարոն Թադևոսյանի ասացին, որ մտածում էր, որ հիմա չէ ժամանակը, ստվերը ընդհանրապես պիտի բացառվեր նոր։ Ես տենց չեմ ասում, ես չասեմ։ Գրեթե լավ տանելի պատմեցի, որ տանելի դարձնել, տանելի առումով միջազգային բոլոր ինդեքսները ցույցում են, որ կոռուպցիայի դեմ պայքարը այնուամենայնիվ այդ մեր ցուցանիշը կոռուպցիան ինչ ցուցանիշում էր տարիներ առաջ եւ հիմա էական տարբերություններ կան։ Ամենակարևոր էական տարբերություն կա համակարգային կոռուպցիան թարապես բացառվում է, բայց հիմա ինչ եմ ուզում ձեզ ասել, հավատացնում եմ, որ 90-ական թվականներից միշտ բոլոր կառավարությունները սպասել են այն հարմար ժամանակին, այն որ բոլոր հարցերը կլուծենք ու ապահովագրություն նոր կկարողանանք ներդնել։ Իսկ այդպես լինում է։ Այդպես չի լինում։ Այդպես չի լինում։ Համենայն դեպս նախապատրաստական լրջագույն աշխատանքներ արվել են եւ դրա համար էլ կոլապսի չի ենթարկվել առողջապահական համակարգը 1 ամիս է արտակարգ գործում է որևէ մեկը բուսպասարկումից դուրս չի մնում, բայց մի երկու բաներ ավելացնեմ, ես ամփոփեմ իմ հատվածը։ Տեսեք, երբ որ պարոն Թադևոսյանը ասում էր մասնավորը, որովհետեւ շահագրգռված է քիչ վճարել, այստեղ տեսեք բիզնես տեսանկյունից են հարցին նայում։ Մենք նայում ենք որպես քաղաքական իշխանություն։ Մեր խնդիրը այն չի, որ քիչ վճարվի, շատ վճարվի, քիչ փող ծախսվի, շատ գումար ծախսվի։ Մեր խնդիրը այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի լինի առողջ եւ մենք դրա համար ամեն ինչ պիտի անենք։ Եվ երբ հարց եք տալիս, մենք բուժվում ենք, որ պետությունը ավելի նույն բանը ավելի քիչ գումարով գնի։ Այդ մեր ընդհանուր փողերն է։ Մենք օպտիմալ 5 տարի գիշեր-ցերեկ հաշվարկել ենք, եկել ենք օպտիմալ լուծման։ Մենք բուժվում ենք բժշկի մոտ, թե դիպլոմ ունեցողի ձեր հարցի պատասխանն էլ վերջին օրենսդրական փոփոխություններն էին վերջին տարիների շմզագրի դիտավորումը եւ լիցենզավորումը բժիշկների պարտադիր, այսինքն նույնիսկ երբ որ մարդը դիպլոմը ինչ որ մի կերպ կարողացել է հայթայթել, նա ամեն տարին մի քանի անգամ պարտավոր է նորից կրկին սովորել, զարգացնել իր գիտելիքները, որպեսզի աշխատելու թույլտվություն Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Խաչատրյանի մասով մենք Պարոն Խաչատրյան, խնդրեմ, ամփոփեք եւ հենց առաջնային բժշկական օղակի մասին։ Ուզում եմ մենակ մեր բնակության հայտարարություն է։ Խնդրեմ։ Համբերատարներ ըմբռնումով մոտիկանա, որտեղ ապահովություններ մեր բոլոր բժիշկները խիստ ծանրաբեռնված են աշխատում։
ու օրեկան սպասարկում Արդեն են վարչապետը 20-ից ասել է։ 30։ Նորից մեկ կրկնե վարչապետը։ Լավ բան եմ անում։ Իսկ թվում է լավ բան եմ անում։ Չէ, վարչապետը կրկնել է։ Խնդրում եմ, ներկայացնեք պարոն Խաչատրյանի ավարտի եւ հաղորդումը փակենք, ժամանակը սպառվել է, Ասեք խնդրում։ ըմբռնումով լինեն ու նախորոք հերթագրվեն, ով ունի էլեկտրոնային առողջապահական համակարգ, Արմետ, խնդրում ենք, հերթագրվեք Արմետ համակարգով։ Շնորհակալ եմ քննարկման համար։ Սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք հանրային քննարկումը, կհանդիպենք։